ԱՄՆ-ի եւ Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում, վայրը փոխվել է, նախապես նշվում էր, որ դրանք Թուրքիայում պետք է տեղի ունենան։ Ինչ սպասելիքներ կան այս հանդիպումից։ Տեսեք, սա դեռ նախնական հանդիպում է, որը կնախանշի հետագա բանակցությունների հնարավոր ընթացքը, այսինքն դեռ այս հանդիպումից է կախված արդյոք հետագայում կլինեն բանակցություններ եւ միջուկային բանակցությունները կվերսկսվեն թե ոչ։ Այս առումով կարևոր է, որ բանակցությունը, այսինքն հանդիպումը ամեն դեպքում տեղի ունենում, հաշվի առնելով առկա լարված մթնոլորտը, բայց միաժամանակ այդ բանակցության եւ հանդիպման գոյությունը եւ առկայությունը երաշխիք չէ, որ ամեն ինչ ընթանալու է դրական հունով, լինելու սաղում բանակցություններ կամ այդ բանակցությունները ինչ որ արդյունք են տալու եւ ռազմական սցենարը լիովին բացառվում է։ Դա դեռ պարզապես մեկնարկ է ու դեռ պետք է հասկանանք այդ բանակցությունների արդյունքը ինչպիսին է լինելու եւ արդյոք դրան հաջորդելու է այլ բանակցություններ թե ոչ։ Իսկ Իրանն ինչ զիջումների է պատրաստ։ Բարդ է իրականում այսպես հստակ արձանագրումներ անել այդ մասով, ինչու որովհետեւ այս պայծրությամբ Իրանից հնչած հայտարարությունները հետեւյալն են, որ իրենք պատրաստ են քննարկել միայն միջուկային հարցը։ Եվ զիջումները, որոնք իրենք պատրաստ են այս ուղղությամբ, ըստ հայտարարությունների, օրինակ ուրանի հարստացման մակարդակի նվազեցումն է, ենթադրենք 20% կամ դրանից էլ պակաս կամ ավելի քիչ ծավալով հաստատած ուրան պահելն է, այսինքն այն նույն տրամաբանությունը, որը գոյություն է ունեցել մինչև 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի շրջանակներում։ Եվ այս առումով սակայն նահանգների պահանջները բոլորովին այլ են եւ շատ ավելին են ընդհանուր մինչև ուրանի հարստացման դադարեցում, նաև նահանգները պահանջում է Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը ներառած բանակցությունների օրակարգ, Իրանի տարածաշրջանային գործունեությունը, այդ թվում պրոքսիների աջակցությունը եւ այլն։ Այս առումով սրանք Իրանի կողմից հայտարարվել են կարմիր գիծ եւ պատրաստ չեն քննարկելու, այսինքն միայն պատրաստ են քննարկել միջուկային հարցը եւ դա էլ ունի իրելի կարմիր գծերը ու այս առումով կողմերի պահանջները շատ հարցերում բարձրապես չեն հատվում։ Դեռ կախված այդ հանդիպման արդյունքներից հնարավոր կլինի հասկանալ արդյոք ինչ-որ ավելի զիջումներ կարող են տեղի ունենալ թե չէ, թե ոչ, ամենայն դեպս այս տարի իրանական կողմի հրատարակությունը նույնն է, ինչ եղել է մինչև այս, այսինքն կան կարմիր գծեր, որոնք իրենք ոչինչ չեն հատելու եւ շարունակելու են իրենց հնարավոր իրավունքները պահանջել ուրանի հաստատման մասով։ Հնարավոր համարում եք համաձայնության չգալը։ Հարցը այն է, թե ինչպես են ընկալում զիջում կոչվածը կողմերը, որովհետև եթե Իրանի դեպքում զիջումը ենթադրենք ուրանը 3.67% հարստացնելն է, ապա նահանգների համար զիջումը առհասարակ ուրան չհարստացնելն է։ Հետևաբար շատ հարաբերական է ասել, թե որն էր այստեղ զիջումը եւ որը ոչ։ Այս պահին Իրանը հարստացնում է շատ ավելի մեծ տոկոսով ուրան, քան օրինակ նախանշվել է 15 թվականի միջուկային համաձայնագրով։ Եվ այստեղ Իրանը կարող է մեկնաբանել, որ այդ ուրանի հարստացման մակարդակի նվազեցումը իր կողմից զիջում է, բայց նահանգների ընկալումն էլ այն է, որ զիջումը պետք է լինի առհասարակ ենթադրենք հարստացման դադարեցումը։ Այս համատեքստում քննարկվում է նաև եւ նախկինում եւս դա քննարկվել է տարածաշրջանային կոնսորցիում ստեղծելու տարբերակը, այսինքն Իրանը շարունակի հարստացնել ուրան, բայց ոչ Իրանի ներսում։ Գուցե հնարավոր փոխզիջումային տարբերակը դա լինի, բայց Իսպանիան վաղ է խոսել դրա մասին, որովհետև դեռ պետք է ուղղակի այդ հանդիպումը կայանա, հասկանան արդյոք հնարավոր է ինչ-որ շփման եզրեր գտնել, ինչ-որ շրջանակ գտնել հարցերի քննարկումների ու հետագայում արդեն ըստ դրա պարզ կլինի եւ բնականաբար եթե կրկին դիվանագիտական ճանապարհով այս իրավիճակը չի հարթվում, ռազմական էսկալացիայի վտանգը շարունակում է բարձր մնալ, ինչպես եղավ 2025 թվականի հունիսին, երբ կողմերը անգամ բանակցում էին այդ ժամանակ բանակցությունների մեջ էին, բայց եղավ Իրանի դեմ այդ հարձակումը, հետևաբար այսօր անգամ այդ բանակցությունների գոյությունը չի նշանակում, որ Իրանի դեմ ռազմական ինչ-որ գործողություն չի կարող լինել ոչ բանակցությունների ընթացքում, ոչ էլ դրանից հետո։
Ինչն է զսպում Միացյալ Նահանգներին մինչ այժմ։ Տեսեք, նահանգների անունից ես չեմ կարող այսպես հստակ դիտարկումներ անել, քանի որ ամեն դեպքում այդ երկրի պետություն, բայց քանի որ կարևոր է տանք, որ այս պատերազմը կարող է օրինակ ավելի ընդլայնվել ու քանի որ ենթադրենք եթե տեղի ունենում հարձակում, Իրանն էլ արձագանքի դերը դրան թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները, այդմ տարածաշրջանի հենց այդ երկրները մտահոգված են։ Իրանի մի սցենարներից մեկը այն է, որ կարող են մնաք փակել Հորմուզի նեղուցը, իսկ վերջին շատ ավելի մեծ լարվածություն են ենթադրելու։ Այսինքն կան տարբեր հետևանքներ, որոնք եւ տարածաշրջանի երկրներին են մտահոգում, որոնք այսօրերին հենց այդ պատճառով էլ բանակցում են նահանգների հետ, որ այդ էսկալացիան թուլանա, եւ նաեւ նահանգների համար են մտահոգության բառիկ, բայց ելեն կրկնում հենց նահանգների անունից ինչ-որ նմանություն չկա։ Ներքին կյանքն Իրանում հանդարտվել է դեկտեմբերի վերջին սկիզբ առած ցույցերից հետո, եւ արդյոք տեղի է ունենում բնականon կյանքին վերադարձ։ Ըստ ցույցեր այլևս չեն անցկացվում այս պահին, դրա մասին որևէ ինֆորմացիա չկա, բայց ցույցերի դադարեցումը վերջին նշանակում, որ դրանք հետագայում չեն վերսկսվելու։ Իրանում սոցիալ-տնտեսական ու բազմաթիվ խնդիրների պայմաններում այդ ցույցերի վերսկսումը բարձրապես շարժառիթի կարիք ունի, այսպես ասած, ու մանավանդ գումարած այս ցույցերից հետո համակարգի հաստատությունը եւ ավելացած ատելության մեծ աստիճանը էլի խթան են դառնալու հերթական ցույցերի համար, որը այսինքն բարձրապես ժամանակի հարց է։ Ընթացիկ ցույցերը այս պահի դրությամբ դադարել են։ Ըստ էության տեղի ունենում այո բնականon կյանքին վերադարձ, աստիճանավոր օրինակ ինտերնետ հասանելիությունն է վերականգնվում եւ իրանական իշխանությունները շարունակում են իրագործել այն նույն քաղաքականությունը, որը իրականացնի նախքան ցույցերը, այս առումով ինչ-որ արտահայտության չկա։ Նույն քաղաքականությունը, այսինքն տնտեսականի մասն է խոսքը, տնտեսական օրինակ այն նույն ենթադրենք փոխարժեքների հետ կապված քաղաքականությունը, որ իրենք ողջել էին, դրանք շարունակում են իրագործել, տնտեսական սոցիալական աջակցության օրինակ ինչ-որ փաթեթներ են ներդրել, հասարակության գնողունակությունը օրինակ պահպանելու համար հաշվառնելով այդ գնաճի բարձր մակարդակը ռեալի արժեզրկումը։ Այսինքն նույն տրամաբանությամբ շարունակում է աշխատել իրանական իշխանությունները։